Պարոն Հարությունյան, տեսանք, որ նորից դատական նիստերի դահլիճ չբերվեցին պատգամավոր Արտուր Սարգսյանը եւ Վահագն Չախալյանը, նիստը նորից հետաձգվեց, ինչ միտում եք նկատում, որովհետեւ պաշտպանական թիմն իր ելույթներում դիտավորություն տեսավ։ Ես անկեղծ ասած ոչ թե միտում եմ նկատում, այլ անգործություն եմ նկատում, ծանրաբեռնվածություն եմ նկատում այլ բաներով, քաղաքական հետապնդումներով, որտեղ ցավոք սրտի իրապահ համակարգը հիմա լծված է, մենք տեսնում ենք, հանցավորությունը գնալով շատանում է Հայաստանում, գնալով դեպքերը շատանում են, դանակարություններ, զենքով գործադրվող հանցագործություններ, բայց իրապահ համակարգը լծված է այս քաղաքական հետապնդումներ։ Այսօր արդեն տեղեկացանք, որ 15 անձ ձերբակալվել է, պարզ է, որ դրանով է ծանրաբեռնված, կարող է մի քիչ էլ իրենց մասնագիտական տոնն է նշում։ Փաստաբանական թիմը նաև վերջերս ասուլիսով այսպես կոչված ապացույցներ ներկայացել, որոնք տեղ են գտել քրեական վարույթում, ինչ որ մեկի երազը, ինչ որ անգլերեն լեզվով գրված տետր, տեքստ, սցենար, սրանք ինչեր են եւ ինչպես է վարույթի նախաձեռնման օրվանից ի վեր պարզ էր, որ այս ամենը շինծու է, պարզ էր, որ լուրջ չի կարելի վերաբերվել։ Երբ որ նախաքննական գաղտնիքի գաղափարը մեր վրայից դուրս եկավ, մեզ հաջողվեց այդ ամենը ցույց տալ եւ հանրությանը ներկայացնել։ Օր-օրի այս ողջ փաստարկները, որ մեր կողմից ներկայացվեց, ցույց է տալի այս գործի շինծու լինելը եւ ցույց է տալի 18 անձանց արդար լինելը, որոնք հանիրավի անազատության մեջ են գտնվել երկար ժամանակատված, իսկ Բագրատ Սրբազանը մինչև օրս է անազատության մեջ, սա է, հենց հաստ, որ այս ամենը կեղծ է, շինծու էր, բայց ունենք այս գործը եւ հասկանալի է ինչու Բագրատ Սրբազանը այս օրերին ազատության մեջ չէ, որովհետեւ առջևում ընտրությունները եւ իր խոսքը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Այնուամենայնիվ, պարոն Հարությունյան, դատական հիմնական ուսումներից ինչ ակնկալիքներ դուք ունեք, ինչ սպասենք։ Տեսեք, արդար դատաքննության պարագայում ի սկզբանե այս քիչ առաջ ներկայացված փաստերի պարագայում միանշանակ լինելու է արդարացում բոլոր 18 անձանց պարագայում, բայց ցավոք սրտի մենք գիտենք, որ նաև Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ճնշումներ են լինում նույն դատավորների նկատմամբ, մենք դեպքեր ենք ունեցել, որ դատավոր է կալանավորվել ոչ իշխանահաճո որոշման ժամանակ, մենք տեսնում ենք ինչ մթնոլորտ է եւ ակնկալել ներկայիս մթնոլորտում արդար դատաքննություն մի քիչ այդքան էլ ողջամիտ չի կարծում։ Շնորհակալ